այնուամենայնիվ վերադարձա եթեր, որովհետև նախորդ եթերից հետո տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը կարևոր նորություն հայտնեց, ասաց, որ Աշտարակ Գյումրին ամբողջությամբ ասֆալտի շերտը ավարտված է։ Այսինքն դուք տեսնում եք, որ այստեղ այն առաջին հատվածը Աշտարակ ու Ջանի հատվածում ամբողջությամբ ավարտված էր, բայց հիմա Աշտարակ Գյումրին ասֆալտը ամբողջությամբ ավարտված է եւ տեսնում եք, որ կողմնակներին դեռ կան աշխատանքներ անելու, այսինքն կահավորման աշխատանքները ավարտված են։ Այսինքն այն, որ մենք խոստացել էինք, որ 2025 թվականի ընթացքում Երևան-Գյումրի ճանապարհը արդեն կլինի լրիվ նոր վիճակում, փաստորեն հասցրել են իրականացնել, ինձ դեռ չէին ասել, որովհետև դեռ կողմնակներին, այսինքն կահավորման աշխատանքներ կան, այս ավազը կողքի եւ այլն, դեռ պետքա վերացվի այս շինարական նշանները եւ այլն եւ այդպես շարունակ ու սենց։ Աստորեն հիմա Երևանից Գյումրի մենք սենց ճանապարհ ունենք ու չգիտեինք։ Արժե ավելի հաճախ գնալ Գյումրի ուրեմն։ Հիմա նաև վիզերը, պատկերացնում եք, սա նաև ինչ կարևոր է։ Այս նշանակում է, որ Գյումրի օդանավակայանից Երևան կամ Երևանից Գյումրի, հիմա անցնում ենք Արուջի հայտնի Իջևանատան կողքով, ովքեր չեն այցելել, անպայման այցելեն։ Իմիջայլոց Արուջում նաև Հոյակերտ եկեղեցի կա եւ Մամիկոնյանների ամրոցը կամ դղյակը կա, որտեղ որը շատ կարևոր պատմամշակութային հուշարձան է։ Հա, այն է ասում, որ կարևոր է Գյումրի օդանավակայանից Երևան եւ Երևանից Գյումրի օդանավակայան ճանապարհի իմաստով շատ կարևոր է եւ որովհետեւ հիմա մանավանդ տեսեք կոնսոլիդացված շինարարական տեխնիկան տեղում է եւ ըստ էության վերջին աշխատանքներն են անում եւ այդ նշանակում է աչքաչափով երևի Գյումրի օդանավակայանից Երևան կլինի մոտավորապես մի ժամ 20 րոպե, հա, մի ժամ ու կես, թե ավելի կարճ։ Հա, դե իհարկե միջին տեմպով, այսինքն սա լրիվ արդեն ուրիշ իրավիճակ է։ Վիզերն է սկսում է թռիչքները Գյումրի օդանավակայանից, այսինքն Երևանից նաև կարող են մարդիկ գնալ եւ Գյումրիի օդանավակայանից օգտվեն, նաև Գյումրիում կարելի է ճաշել, զբոսնել եւ այլն։ Կարճ ասած լրիվ ուրիշ բան է ստացվում։ Լավ բան։ Ոչ գիտեմ ինչքան ուղիղ եթերը կպահեմ։ Միջև մեր հաջորդ կետը մենք ճանապարհին այցի առիթը էս չէ, այսինքն շինարարական արդեն կառուցված օբյեկտներ են, գնում ենք նայելու։ Բայց կարծում եմ, այս տեսարանը այս լրիվ ուրիշ որակի երթևեկություն է։ Իհարկե, սա նաև լրիվ ուրիշ որակի կարգապահություն է ընկալում, որովհետև նաև արագությունը շատ գայթակղիչ է, հարգելի վարորդներ, բայց դե պետք է շատ զգույշ լինենք։ Ճանապարհաշին տեսեք լույսերը դեռ սյուները դրած է, բայց լույսերը դեռ դրած պետքա դրվի։ Բայց ասֆալտը կա արդեն երթևեկության համար լիարժեք նորմալ իրավիճակ։ Այս հենց է պետք գնալ Գյումրի եւ վերադառնալ Գյումրիից։ Այդ մեկնաբանությունների մեջ գրում են լուսավորության մասին, հիմա այս նախագծով լուսավորությունը բոլոր տեղերում չի, որ նախատեսված է, ինչպես գիտեք, որոշակի հատվածներում է, որ բնակավայրեր կան, անցումներ կան եւ այլն, բայց ընդհանրապես հեռանկարում այս մայրուղիների լուսավորության հարցը ամբողջական միանշանակ համաձայն են, որ պետք է լուծվի, այստեղ խնդիրը ինչի մեջ է, նաեւ որ եթե չեմ սխալվում, մենք հիմա
քննարկում ենք Երևանից Դիլիջան ավտոճանապարհին լուսավորություն անցկացնելու հարցը, այսինքն ամբողջական լուսավորություն որպեսի լինի, բայց բան չի լինի, մի անգամ միջ չի լինի, այսինքն փուլերով կլինի, որովհետև ինքը շատ մեծ նախագիծ է։ Էլ տեսեք, ես ինչ ճանապարհ ենք ստացել ժողովուրդ։ Կմտածեիք սենց բան։ Իհարկե ոնց որ դպրոցի դեպքում ճանապարհի հետագա սպասարկումն է շատ կարևոր, որովհետև կառուցելը կառուցել, բայց հետո պետք է նաև սպասարկվի։ Ուղղակի այնքան լավն է ճանապարհը, ձեռս չի գնում եթերը անջատում։ Այսօր շաբաթ է, ժողովուրդ, ով Գյումրի չի գնացել, կարա արդեն Երևանից շատ արագ գնա վերադառնա, ով որ պլանավորում էր, կարծում եմ այսօր շաբաթ է, վաղը կիրակի է, իսկական ժամանակն է, համի ճանապարհը կտեսնեք։ Սա արդեն հնուց մնացած մի կտոր է բետոնով, բայց էլի արագ ընթաց ճանապարհ է։ Սրա վրայից ասֆալտ չի արվելու բնականաբար։ Բայց Արտաշատի կտորը ցույց է տալիս, որ ինքը Հայաստանի համար բետոնը խնդրահարույց է, իհարկե երևի որակի հետ կապված խնդիրներ էլ կան, բայց իր սպասարկման առնվազն հետ կապված մենք ասֆալտը ավելի լավ ենք համեմատաբար սպասարկում, քան թե բետոնը։ Սա շատ կարևոր փոփոխություն է մեր երկրի տնտեսության, փոխկապակցվածության, բարեկեցության։ Այստեղ ասում եմ, խնդիրը, որ ծագում է, անվտանգությունն է, որովհետև վարորդները վստահաբար հավես են անելու եւ արագություններ են բացելու, այստեղ պետք է նախ վարորդները իրենք գիտակցություն ցուցաբերեն, ուղևորները պետք է կոչ անեն, որ շատ արագ չքշեն։ Հելի մտանք ասֆալտի հատված, այս լրիվ ուրիշ է։ Ասֆալտը լրիվ ուրիշ հարմարավետություն է ապահովում։ Լավ, երևի այսքանը ժողովուրդ, դուք ովքեր հետաքրքրվեցին, լավ առիթ է։ Ես Գյումրի եմ ասում, ինչի մենակ Գյումրի, Աշտարակ, Թալին եւ ճանապարհի գեղեցիկ գյուղեր կա, որտեղ կարող եք այցելել։